Բարև ձեզ, շարունակում ենք մեդիագրագիտության մեր զրույցը, շարունակում ենք ուղիղ այն վայրից, որտեղ կատարեցինք փոքրիկ ընդմիջում, խոսեցինք արժանահավատ աղբյուրների մասին, արժանահավատ մեդիաների, արժանահավատ նյութերի մասին, խոսեցինք ինչ է մեդիագրագիտությունը տեղական մակարդակում, ինչպես են դա պատկերացնում առավել լայն համատեքստում միջազգային մակարդակում եւ առաջարկում եմ մի փոքր խոսել ոչ արժանահավատ մեդիաների մասին եւ իհարկե ոչ կոնկրետ, բայց փորձենք դիտարկել ավելի վիզուալ անդրադարձներ եւ հասկանալ ինչպես է դա արտահայտվում։ Պատկերը, որը որ դուք տեսնում եք հիմա ձեր էկրանին, ցույց է տալիս մի օրինակ, թե ինչպես կարելի է հասկանալ, որ մեդիան ոչ արժանահավատ է։ Եթե ուշադրություն դարձնեք, կնկատեք, որ հրապարակված բովանդակության վրա գրված վերնագրերում կիրառված են ոչ միայն հայատառեր, այլ նաև այլ լեզուներից տառեր, հիմնականում ռուսերեն տառեր, օրինակ հայերեն այ փոխարեն շ կամ շ տառերն են, որոնք որ անհնարին են դարձնում, կամ բարդացնում են որոնումը համացանցում տվյալ նյութի կամ ավտոմատացված համակարգերի կողմից մոնիթորինգի իրականացումը այս մեդիաների նկատմամբ, ինչևէ, բավական է արձանագրել այն հանգամանքը, որ հայերեն բովանդակության մեջ կիրառվում են ոչ հայերեն տառեր ու արդեն պարզ է, որ մենք գործ ունենք ոչ արժանահավատ մեդիայի հետ։ Իրենք հրապարակում են fake եւ հետո չեն ուզում, որ այդ fake որոնելի լինի ուրիշների կողմից եւ չեն ուզում բացահայտվեն։ Մեկ այլ օրինակ, կրկին դուք կարող եք տեսնել այս պահին էկրանին, երբ լրատվամիջոցի կամ այս պարագայում ճոխ է ասված իհարկե լրատվամիջոց, բայց անվանումը եւ հղումը կարող են առհասարակ ասոցիացիա չունենալ միմյանց հետ, այս պարագայում ինչ որ գլխավոր լրատու, տարբերանշանում մենք տեսնում ենք ինչ որ կենթանու լոգո, նկար եւ հղումը կարդում ենք bulbulator.ru, որը որ հասկանալի է դարձնում, որ սա առհասարակ ոչ արժանահավատ աղբյուր է հանդիսանում։ Նախ ինքը հայերեն է, սակայն վերջանում է ռույով, սովորաբար կիրառվում է am-ը կամ com-ը, կախված լրատվամիջոցի ընտրությունից եւ կախված մի շարք առանձնահատկություններից, կարող է նաեւ լինել org-ը, net-ը, բայց հայկական բովանդակության համար ռույով ավարտվող կայքը դա արդեն իսկ մտածելու առիթ տվող հանգամանք է հանդիսանում, ել չեմ ասում, որ դա լինում է bulbulator։ Մեկ այլ վիզուալի օրինակ բերենք, երբ որ ցիկլային հղումներ են կիրառում, փորձում են ստեղծել տպավորություն, որ հղում է տրվում սկզբնաղբյուրին։ Օրինակ, լուրերնեթը վկայակոչում է Lenta.ru-ին, որը եւ այս մասին հաղորդում է Reuters-ը, մեկը մյուսին հղում են տալիս, երբ որ հղումներով գնում ես, հասկանում ես, որ պայմանական, եթե an b-ին էր հղում տվել, գնում ես b-ի մոտ, տեսնում ես b-ն հղում է տվել այն, Ինչ որ ցիկլային մեկը մյուսին հղում են տալիս, ասելով, որ իրենք ինֆորմացիան վերցրել են այս աղբյուրից, բայց երբ դուք աղբյուրից աղբյուր եք գաղթում, այսպես ասած քոչում, փորձում եք գտնել որն է իրական սկզբնաղբյուրը, այդպես էլ չեք գտնում, որովհետև սա մի հատ փակ շղթա է, որից որ դուրս գալ հնարավոր չէ եւ սա համարվում է մանիպուլյացիոն մեթոդ լսարանի համար։ Մեկ այլ օրինակ, պատկերում դուք կարող եք տեսնել հղման դաշտում not secure անվանումը, ինչը նշանակում է, որ տվյալ կայքում գրանցման այն բաժինը, որը նախատեսված է, ապահով չէ, որովհետև նույնիսկ այն դաշտում, որտեղ դուք մուտք եք անում քաղաքնաբար, ընդ որում կարող եք տեսնել, որ կայքում տարբեր գովազդներ կան, որոնք առաջարկում են նաև գնումներ, ինչը ենթադրում է նաև քարտային տվյալների մուտքագրում, սա այս տեսանկյունից անվտանգ չի համարվում, Շատ կարևոր է, որ կայքի հղումը
այն ստանդարտ HTTP-ն, որը որ մենք հանդիպում ենք, նաև դրան հաջորդի S-ը, որը անվտանգության սերտիֆիկատի առկայության մասին է խոսում եւ ապահովում է մուտքագրված տվյալների անվտանգությունը, իսկ դրա բացակայության պայմաններում մուտք եղած ինֆորմացիան կարող է տեսանելի լինել մյուս կողմի համար։ Սա էլի շատ հանդիպող սունկ կայքերի, սունկ առհասարակ ասում ենք մենք այն կայքերին, որոնք որ շատ արագ, սովորաբար մենք գիտենք, որ սունկը աճում է անձրևից հետո եւ այդ աճելու գործընթացը կարող է տեղի ունենալ 1 օր կամ շատ ավելի քիչ ընդամենը հաշված ժամեր, նույն սկզբունքով էլ ստեղծվում են տարբեր ինֆորմացիոն առիթներով կայքեր, որոնք շատ արագ լցվում են ինֆորմացիայով, ընդ որում դա հիմնականում շատ ավելի տեսանելի է քաղաքական բնույթի տարբեր իրադարձային առիթների ժամանակ, եւ մենք դրանց անվանում ենք սունկ, որովհետեւ դրանք արագ աճում են, արագ մեռնում են, սակայն կատարում են իրենց առաքելությունը։ Նման կայքերը հիմնականում ունենում են մոտավորապես այն խնդիրներն ու թերությունները, որոնց մասին մենք խոսում ենք։ Սա մեկ այլ օրինակ, երբ լուրի բովանդակությունը եւ լուսանկարը չեն համապատասխանում իրար, եւ շատ կարճ խոսեմ նաեւ deepfake-ի մասին, տեսանյութը դուք ինքներդ վերնագիրը երևում է screenshot-ում, ինքներդ կարող եք որոնել YouTube-ում, գտնել եւ դիտել, այս պահին այն ունի 9 միլիոնից ավելի դիտումներ։ Այս օրինակը ցույց է տալիս, թե ինչպես են տեխնոլոգիաները թույլ տալիս օգտվել մարդու շարժումներից, միմիկաներից, ձայնի ելևէջներից, տոներից, եւ այս ամենը կլոնավորել այլ մարդու միջոցով։ Օրինակի համար հիմա Բարակ Օբաման այս տեսանյութում խոսում է ինչ-որ մի բանի մասին, այս ինֆորմացիան վերցնելով, անալիզ անելով, ընդ որում այս տեսանյութի հենց առաջին մեկնաբանությունում բավականին լավ ինֆորմացիա կա այն մասին, թե հիմնականում ինչ գործիքներով են իրենք փորձում մանիպուլյացիան վերածել իրականության, այսպես ասված, նման տեսանյութեր ձեզ շատ կհանդիպեն ավելի թրենդային դարձած ռիլերում, դրանք ավելի հաճախ դուք կտեսնեք TikTok-ում, հավանաբար նաև Instagram-ում, որովհետև շատ ավելի կիրառելի են, դրանք շատ ավելի դինամիկ հարթակներ են, մարդիկ շատ ավելի քիչ ուշադրություն են հատկացնում տեսանյութի մանրուքների վրա, եւ կարող են բաց թողնել վրիպակները, որոնք կարող էին հուշել, որ դա մանիպուլյացիա է, ինչպես որ լուսանկարների դեպքում է արվում, ասվում է Photoshop արված է, Deepfake-ի պարագայում դա այնքան էլ ակնառու չէ, որովհետև հնարավորինս կատարելագործված տեխնոլոգիաներ են կիրառվում, այնպես որ այն միտքը, որ մինչև աչքովս չտեսնեմ, չեմ հավատա, արդեն այնքան էլ կիրառելի չէ deepfake-ի պարագայում, որովհետև դուք կարող եք տեսնել ձեր աչքով, դուք կարող եք լսել ձեր ականջներով, բայց միևնույնն է դա չհամապատասխանի իրականությանը։ Մի քանի օրինակներ ֆոտոմանիպուլյացիաների, ցախ կողմում դուք կարող եք տեսնել լուսանկար, որտեղ երևում է երիտասարդը հետևում այրվող կրակը, իսկ աջ կողմում դուք կարող եք տեսնել, որ այս ամենը պլանավորված սցենարային լուսանկարահանում է։ Մեկ այլ օրինակ, որը շատ հաճախ ցուցադրվող օրինակ է նաև դասական լրագրության մեջ, ցախ կողմում մենք տեսնում ենք, որ մարդու գլխին զենք են պահել, սպառնում են սպանել, աջ կողմում մենք տեսնում ենք, որ այդ նույն մարդուն փորձում են օգնել, ջուր են տալիս, եւ մեջտեղում մենք տեսնում ենք այդ երկու կտրված համատեքստերի ավելի ընդհանուր պատկերը, որտեղ տեսնում ենք, որ զենքով ստիպում են ինչ-որ մի բան խմել, կախված թե մենք ինչ տեսանկյունից ենք ծանոթանում ինֆորմացիային, կախված նրանից, թե ինչքանով ենք մենք այդ բովանդակությունը դիտարկում բոլոր կողմերից, փոխվում է իրականությունը մեզ համար, Սա լուսանկարներ են ու այս օրինակները մեր համար ավելի պատկերավոր են, բայց պիտի հասկանանք, որ մենք այս նույն խնդիրը մեր առաջ պիտի դնենք նաև տեքստային բովանդակությունների հետ առնչություն ունենալիս, որը մի փոքր հավանաբար ավելի բարդ է, մի փոքր ավելի հմտություն զարգացնելու անհրաժեշտություն կարող է առաջանալ, բայց այլընտրանք չունենք։
Մեկ այլ օրինակ, որտեղ մենք կարող ենք տեսնել տուժված երեխային տարբեր մարդկանց գրկում եւ նույն հագուստով, ընդ որում նման իրավիճակներ շատ հաճախ լինում են, երբ ԶԼՄ-ն կարող է վճարել տուժած կողմին, որպեսզի կարողանա ձեռք բերել լուսանկար այն իրավիճակում, որ այդ մարդը հայտնվել է, այլ կերպ ասված, շատ ամերիկյան կամ չգիտեմ եվրոպական առաջատար մեդիաների լեքսիկոնով ասված էքսկլյուզիվի համար, որովհետև էքսկլյուզիվը բերում է լիքը մեծ լսարան, իսկ մեծ լսարանը դա մեծ գումարներ են, որոնք որ ցանկացած անկախ կամ նույնիսկ ոչ անկախ մեդիայի կայունության համար շատ կարևոր են։ Մեկ այլ ֆոտոմանիպուլյացիա կարող ենք կրկին տեսնել էկրանին, երբ որ զինվորականը հորդորում է ձախ կողմում մասնավորապես, դուք կտեսնեք, թե ինչպես է հորդորում, որպեսզի անձը երեխային գրկած անձը պպզած մնա, որովհետև ինչ որ վտանգ է սպառնում, բայց աջ կողմի լուսանկարում մենք արդեն տեսնում ենք, որ ձեռքը չկա, նախազգուշացնող ձեռքը բացակայում է եւ տպավորությունը առաջանում, որ տվյալ զինծառայողը սպառնում է այդ մարդուն։ Նույնիսկ դիրքի թեթևակի փոփոխությունը կամ մի փոքր մանրուքի հեռացումը լուսանկարից կարող է առհասարակ փոխել մեր վերաբերմունքը ընդհանուր պատկերի նկատմամբ։ Մի փոքր ես առաջ անցնեմ եւ խոսեմ ամենակարևոր բաներից մեկի մասին։ Դա համատեքստն է եւ համատեքստի ընդլայնումը։ Երբ պայմանական մենք խոսում ենք Արցախում տիրող իրավիճակի մասին, մենք հասկանում ենք, որ հնարավոր չի օտարերկրացում բացատրել արցախյան խնդիրը առանց անդրադառնալու դրա նախապատմությանը, առանց անդրադառնալու հիմնական գլխավոր դերակատարների մասնակցությանը, Ադրբեջանի, ինչու ոչ Ռուսաստան, Թուրքիա, Ամերիկա, Ֆրանսիա, այն հիմնական դերակատարները, որոնք ինչ որ գործընթացների մեջ են, այսինքն հնարավորինս պետք է ինֆորմացիան տրամադրել համապարփակ, ամբողջական, մի փոքր հայացք նետել, 30 տարի առաջ, 40 տարի առաջ սովետական միության ժամանակաշրջան, որովհետև հակառակ պարագայում մարդը, որին պատմում ենք Արցախի մասին, ինքը չի ունենա այն ամբողջական բովանդակությունը, որից ելնելով կկարողանա կարծիք կազմել, դիրքորոշում ունենալ, Մյուս բոլոր դեպքերում, եթե մենք հանգամանքը պատմում ենք միայն մի դրվագով, սա կոչվում է նեղ համատեքստ, եւ մենք խնդիր ենք միշտ դնում մեր առջև համատեքստը ընդլայնելու համար։ Օրինակ տեղի ունենում ինչ-որ իրադարձություն մեր օրերում, մեր խնդիրն է, որպեսզի մենք ճիշտ մեդիասպառող, այսպես ասված, ճիշտ դոգմատիկ թող մի փոքր հնչի, որպեսզի մեդիասպառման գործընթացը ճիշտ տեղի ունենա, մենք պիտի համատեքստ ընդլայնենք, հասկանանք, թե ինչ էր տեղի ունենում այդ նույն պահին այլ վայրերում, ինչ այլ ինֆորմացիոն առիթներ կան, որոնք մենք կարող ենք մեր վերլուծության մեջ հաշվի առնել, ինչ այլ դեպքեր են եղել, որոնք կարող են խթան հանդիսանալ տվյալ իրադարձության տեղի ունենալուն։ Իհարկե սա ժամանակատար գործընթաց է, իհարկե սա բարդ նաև ինչ որտեղ գործընթաց է, բայց համատեքստի ընդլայնումը այն հիմնական գործիքն ու մեթոդն է, որը թույլ է տալիս մարդուն չկտրվել իրականությունից ու գալ ճիշտ եզրահանգման։ Բայց եկեք մի փոքրիկ վարժություն կատարենք։ Էկրանին դուք կտեսնեք արտահայտություն եւ ինչ ես կկարդամ, փորձեք հասկանալ արդյոք այն համատեքստից դուրս է թե չէ։ Ասում եմ մահացածների հետևից պետք է խոսել կամ լավը կամ ոչինչ։ Այս արտահայտությունը մենք շատ շատերից ենք լսել, բայց այն ունի շարունակություն, որը կոչվում է հետևյալ կերպ, բացի ճշմարտությունից, այսինքն մահացածների հետևից պետք է խոսել կամ լավը կամ ոչինչ, բացի ճշմարտությունից։ Եվս 2-3 օրինակ դիտարկենք եւ հետո ես ցած կասեմ առաջադրանքը, որը որ ակնկալում եմ, որ դուք կկատարեք։ Առողջ մարմնում առողջ հոգի կամ ոգի կախված ինչ
մշակութային ուղղությամբ է եկել արտահայտությունը հասել մեզ, հա, սա մենք շատ հաճախ տեսնում ենք սպորտ դահլիճներում, մենք տեսնում ենք դպրոցներում, մենք տեսնում ենք համալսարաններում, որտեղ որ խրախուսվում է առողջ մարմին ունենալը, սպորտով զբաղվելը, սակայն այս արտահայտությունը եւս համատեքստից կտրված է եւ արտահայտության եզրահանգումը այն է, որ դա հազվագյուտ երևույթ է եւ փիլիսոփաները, որոնք այս արտահայտությունը կիրառել են իրենց տարբեր աշխատություններում, ես հատուկ չեմ նշում որևէ անուն, հղում չեմ անում, որովհետեւ ցել առաջադրանքը այդ մասին է լինելու։ Փիլիսոփաները, որոնք խոսել են այս արտահայտության մասին, մատնանշում էին այն հանգամանքը, որ շատ դժվար է ունենալ առողջ մարմին եւ եթե դու ունես առողջ մարմին, այդուհանդերձ դա երաշխիք չէ, որ առողջ մարմնում կլինի առողջ միտք եւ այդ ամենի համատեղումը իրենց համար, իրենց դիտարկմամբ դա շատ հազվագյուտ երևույթ է եղել։ Մեկ այլ օրինակ ռուսերեն «Век живи, век учись», հա, դար ապրիր, դար սովորիր, որը եւս կտրված է համատեքստից, ինքը Սենեկայի աշխատությունից դուրս բերված խոսքեր են եւ շարունակությունը հնչում է մոտավորապես հետեւյալ կերպ. «Век живи, век учись, тому как следует жить», հա, դար ապրես, դարել պիտի սովորես, թե ինչպես ապրես։ Մոտավորապես այսպես է հնչում հայերեն տարբերակը եւ կրկին մենք տեսնում ենք, թե ինչպես արտահայտությունը կախված իրավիճակից կարող է դուրս բերվել համատեքստից եւ օգտագործվել։ Նպատակն արդարացնում է միջոցները, եթե այն հոգու փրկության համար է։ Հենց այսպես էլ հնչում է ամբողջական արտահայտությունը։ Եվ ձեր խնդիրն է ստուգել ու հասկանալ, որքանով է իմ կողմից ներկայացված այս մտքերը ամբողջական եւ ճիշտ է առհասարակ բերված ամբողջական մտքերը, թե ոչ։ Արդյոք ես ճիշտ եմ համատեքստի մեջ հետ բերել այն արտահայտությունները, որոնք ներկայացված են։ Ընդ որում, երբ դուք դրանք որոնեք, դուք կարողանաք նաև գտնել դրանց ստուգաբանությունը, հա, ինչպես են դրանք ժամանակի ընթացքում փոփոխվել, դուրս եկել համատեքստից եւ ինչ նպատակներով են ժամանակին հիմնականում կիրառվել։ Որպես խորհուրդ ամենակարևոր խորհուրդներից մեկը, որ կցանկանայի ձեզ տալ, մեդիագրագիտության համատեքստում դա էմոցիաների բացառումն է։ Շատ հաճախ մեդիան, որը փորձում է մեզ կամ օբյեկտը, որը փորձում է մեզ մանիպուլացնել, օգտվում է մեր թույլ կետերից, թույլ տեղերից, իսկ մարդու համար, հոմո սապիենսի համար ամենաթույլ տեղերը դրանք հուզական անկայուն վիճակներն են։ Էմոցիոնալ ամենաբարձր ֆոնը էյֆորիան, զայրույթի ամենաբարձր ֆոնը աֆեկտը, որի ժամանակ երբեմն մարդիկ նույնիսկ չեն գիտակցում իրենց գործողությունները, իրենց վարքագիծը։ Հետևաբար լուրերը, որոնք որ միտք ունեն ծաղրի, հեգնանքի, սարկազմի միջոցով ինչ որ ինֆորմացիա հաղորդել մեզ, լուրերը, որոնք փորձում են զայրույթ առաջացնել մեր մեջ, ընդ որում ցեզանից շատերը կհամաձայնեն, երբ որ իրենք տեսնում են մի բան, որը իրենց զայրացնում է, իրենք միանգամից ուզում են կիսվել դրանով, մի երկու խոսք էլ իրանք ասել, հանգստանալ, հա, որովհետև սա բնական գործընթաց է, որը տեղի ունենում մեր էմոցիոնալ վիճակների հետ ու այս արձագանքը սпасելի է ու քանի որ մեզ որպես մարդ դիտարկում են էմոցիոնալ էակների, փորձում են մանիպուլյացիան իրականացնել հենց էմոցիաների միջոցով, շատ վառ օրինակ կարող եմ բերել, էլի ոչ վաղ անցյալից պատերազմի ժամանակ հաղթելու ենք պրոպագանդան, որը հույսի, հավատի, հա, ամրության ինչ-որ զգացողություններ էր հաղորդում և այդուհանդերձ հիասթափությունը շատ ավելի մեծ է լինում, երբ որ դու բախվում ես իրականության հետ։ Օրինակներ շատ են, դրանք վստահ եմ դուք ինքներդ էլ կարող եք գտնել, մտաբերել, բայց շատ կարևոր է հասկանալ, որ հիմնականում լուրերը, որոնք առաջացնում են զայրույթ, ծիծաղ կամ այլ էմոցիոնալ բարձր ֆոն, դրանք կարող են լինել մանիպուլացված եւ իրականության չհամապատասխանող, բայց
Ինչքան էլ միանշանակ է հնչում իմ ձևակերպումները, դրանք այդքան էլ միանշանակ չեն։ Շատ կարևոր է նաև տարբերակել փաստերը կարծիքից, որովհետև ես գիտեմ, որ այս բաժակը դրված է հիմա սեղանին եւ դրա մեջ լցված է ջուր, սա ինձ համար փաստ է, բայց եթե ես այս մասին փորձեմ պատմել մեկ ուրիշին, դա արդեն այնքան էլ կարող է փաստի տեսք չունենալ, որովհետեւ ես կարող եմ մի փոքր գույները մքացնել, ասել, որ ջուրը ամբողջական էր կամ գրեթե բաժակի մեջ ջուր չկար դրված, լցված, ինչը նշանակում է, որ ես արդեն փաստի մասին իմ կարծիքն եմ հայտնում, իսկ փաստի մասին իմ կարծիքը դա սուբյեկտիվ է։ Փաստը օբյեկտիվ է եւ ստուգման ենթակա է, չմոռանանք այս կարևոր հանգամանքը։ Հիմնականում այս ժամանակ ժամանակի ընթացքում կարողացա հնարավորինս փոխանցել այն մոտեցումները, մեթոդները, գործիքները, որոնք կիրառում են այն մարդիկ, որոնք ստեղծում են մեդիա, այն մարդիկ, որոնք սպառում են մեդիա, եւ այն մարդիկ, որոնք անտարբեր չեն մեդիայում եւ նախաձեռնողականություն են ցուցաբերում այնպիսի բովանդակությունների հանդեպ, որոնք ոչ արժանահավատ են եւ ոչ վստահելի են եւ փորձում են կանխել դրանց հետագա տարածումը, ինչը շատ կարեւոր է եւ ես հույս եմ հայտնում, որ բոլոր նրանք, ովքեր կլսեն այս դասախոսությունը, կլսեն այս զրույցները, զրույցների շարքը, իրենք եւս կլինեն այն արժեքի կրող, որ երբեմն պետք է ոչ միայն լինել пассив մեդիա օգտատիրոջ դերում, այլ նաեւ ակտիվ մեդիա օգտատիրոջ դերում եւ կատարել որոշակի գործողություններ։ Դե ինչ, երկու մասից բաղկացած մեդիագրագիտության զրույցը առնվազն իմ մասով այսքանն էր, շատ շնորհակալ եմ բոլոր նրանց, ովքեր լսեցին, հաջողություն։